Ժողովուրդ ջան, լավ է քնից արթնացել, Ռաֆի Հովհաննիսյանը վերակաց է տեղից, հիշել է, որ քաղաքական գործիչ է ու Հրանտ Բագրատյանի հետ իրանց կուսակցություններով որոշել են սատարել օլիգարխ Սամվել Կարապետյանի իրանց ձևով կուսակցությունը։ Մոռացել եք Ռաֆի Հովհաննիսյան, որ նույն Ռոբերտ Քոչարյանը ձեզ քաղաքական դաշտում չէր թողում շնչեք։ Սերժ Սարգսյանի մասն էլ լռում եմ, ձեզ ինչ օրն էին գցում։ Թե Նիկոլ Փաշինյանն է եկե իշխանության, արդեն սաղդ խոսում եք, սաղիդ բերանը բացվեց։ Իմ վրով չփորձեք ինչ-որ բան ասեք, ես նույն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ երեխա եմ եղել, այդ համացանցը տենց բաներ չի եղել, խոսալու ժամանակ չի եղել, որտեվ ես երեխա եմ եղել ու լինենք անկեղծ երեխին իրավունք չունի քաղաքականություն քննարկի։ Բայց դուք այն ժամանակ մի հատ չէիք խոսում, թե հիմա Նիկոլ Փաշինյանն է, ժողովրդավարությունն է, նոր սկսել եք խոսալը, դա ում ուզում եք աջակցեք, իմացեք մի բան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին տանելու է ջախջախիչ հաղթանակ, մենք հավաքելու ենք մեր ժողովրդի կողմից քվեն 75% ամենակիչը ու սահմանադրական մեծամասնություն են կլնելու։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ու մնացյալների քաղաքական դիակները հանելու ենք, տանենք, մի տեղ պահենք։ Լավ եք, էլի լուրջ եմ ասում, ով կար չկար են կորած դեմքերից սաղ հայտնվել են։ Ժողովուրդ լա մեկնաբանություն եմ գրեք, էլ ով կա, ձեր կարծիքով էլ ով կհայտնվի, այն որ ասում են բուսնեց, լա տենանք էլ ով է բուսնում, էլի։ Ինչևէ, սիրելի հայրենակիցներ, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե քաղաքացիական պայմանագիրը, կեցենք մենք և Նիկոլ Վարչապետ։